Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին, բոլոր այն անձանց, ովքեր սովորականի պես մեզ հետ են։ Ես պիտի ասեմ, որ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ուշադրությունը, լարվածությունը այդ իրադարձությունների հանդեպ դառնում են ել ավելի հետաքրքիր ու բովանդակալից։ Ձևավորում է եւ դիմադիր, եւ ընդդիմադիր դաշտ, եւ ձևավորում են կառույցներ, դաշինքներ, որոնք պետք է առաջիկա այդ ընտրություններում ապացուցեն, ցույց տան, որ իրենք արժանի են տեղ զբաղեցնելու մեր ազգային ժողով։ Մենք էլ աշխատում ենք տաղավար հավիրել մարդկանց, ովքեր իսկապես ասելիք ունեն, ովքեր այսպես գուցե ինչ-որ տեղ նաեւ շատ անակնկալ մտել են այս, ինչպես ասում են, ընտրական մարաթոնի մեջ, բայց յուրովի են ներկայանում մեր ունկնդիրներից շատերին։ Իհարկե, մեր քաղաքական դաշտում արդեն կարելի է ասել, ի հայտ է եկել մի անձնավորություն, ում չես կարող նորեկ համարել, ով իսկապես լուրջ հայտ է ներկայացրել առաջիկա ընտրություններից առաջ, եւ պիտի ասեմ, որ ոչ անհիմն։ Խոսքս Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ Արտակ Սարգսյանի մասին է, Քենիայի փոխ ոստիկանապետը, գեներալ լեյտենանտ Պարոն Սարգսյան, բարև եկել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, ես իսկապես պատահական չասեցի, որ մենք վերջին շրջանում հատկապես հանդիպում ենք անձանց, որոնք իսկապես լուրջ հայտ են ներկայացրել առաջիկա ընտրություններից առաջ։ Ես որքան հասցրեցի ծանոթանալ ձեր նախընտրական ծրագրին, ձեր առաջիկա անելիքներին, հասկացա, որ իսկապես շատ լուրջ, այսպես եթե կարելի ասել, քաղաքական նոր գործիչ է մուտք գործում մեր քաղաքական դաշտ։ Եվ պիտի ասեմ, որ դուք ինձանից լավ գիտակցում եք, որ այդ ճանապարհը շատ փշոտ է լինելու։ Պատրաստ եք։ Իհարկե պատրաստ ենք, եթե մենք արդեն այդ փշերի մեջ ենք բոլոր կողմերից եւ իհարկե պատրաստ ենք։ Դե, գիտեք, մեր խաղաղության աղավնին ու մեր վարչապետը այսօր արդեն Միացյալ Նահանգներում մասնակցում է խաղաղության այդ համաշխարհային խորհրդի առաջին նիստին։ Ընդհանրապես նման կառույցներից ինչ որ սպասելիքներ ունեք։ Տեսեք, մենք մեր դիրքորոշումը ես իմ կարծիքը հայտնել եմ, այդ կարծիքները, քանի հայկական հարցը չի լուծվել, նրանք անդադ փլվելու են, քանի որ կա հայ ազգի խախտված իրավունքները, կար ազգերի լիգան, որը որ չիրագործեց հայ ազգի խախտված իրավունքները եւ խախտված իրավունքները երբեք նոր իրավունք չեն ծնում։ Այսինքն, քանի որ հայ ազգի հարցը չլուծվեց, եւ դա նախապայման էր հետագա պատերազմների, հետագա գենոցիդների համար եւ կառույցը ավտոմատ դառնում է ուղղակի ինչ-որ արձագանքող կամ հայտարարություններով հանդես եկող կառույց։ Ազգերի լիգան փոխվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակ եղան գենոցիդներ, Ռուանդա, Ասիայում, Գազայում եւ այդ կառույցը նորից չի գործում։ Հիմա փորձելու են այս կառույցն էլ փոխարինել մի այլ կառույցի, բայց իրականում ոչ մի հարց չի լուծվելու, ելի մնալու է ինչ-որ արձագանքող, հայտարարություններով արձագանքող կառույց եւ չանելով ոչ մի լուրջ քայլ։ Մենք իհարկե այնպիսի ժամանակաշրջան ենք ապրում, երբ ընդդիմադիր դաշտում հատկապես սկսել են ձևավորվել նոր դաշինքներ, նոր միավորումներ, ոմանք փորձում են համախմբվել Ծառուկյանի շուրջը, նոր ուժը մեր այսպես կոչված մեր ձևովը, որը վերածվեց հզոր, չէ, Հայաստանը այդ կուսակցության այդ ուժը ներկայացնող Նարեկ Կարապետյանն էլ հայտարարեց, որ իրենք պիտի գնան ընտրությունների եւ ընտրություններում հաղթելուց հետո պիտի լուրջ փոփոխություններ իրականացնել մեր սահմանադրությունում, որպեսզի
այլ երկրներում ապրող մեր հայրենակիցներն էլ կարողանան դառնալ երկրի վարչապետ, զբաղեցնել պատասխանատու պաշտոններ եւ դրա համար չպետք է հասնել նրան, որ անպայման այդ անձը պիտի 4-5 տարի բնակվի Հայաստանի Հանրապետությունում։ Մի խոսքով, այսպիսի խմորումներ է գնում ընդդիմադիր դաշտում եւ տարբեր կարծիքներ են։ Դուք դրանց մասին բնական է տեղյակ եք եւ ինչպիսին է ձեր կարծիքը։ Լսեք, ես չգիտեմ պարոն Ծառուկյանի կատարածը ինչ է եւ ինչի է տանում, բայց եթե իրոք բխում է հայկական շահերից, այնտեղ մարդիկ կան, որ ընդհանրապես պետքա իրանց կողքը չթողեին, այսինքն եթե ուզում ես մի բան փչացնես, բեր այդ մարդկանց, եթե արդեն հայտարարություններ կա, որ Քոչարյանն է միանում, եթե մի բան ուզում ես, որ այս ազգը շուրջ գա, գնա Քոչարյանին բեր կողքդ կանգնացրա վերջ, այս ազգը արդեն հիասթափված գնալու է։ Հիմա թե տապանի մեջ, Նոյան տապանի մեջ պարոն Ծառուկյանը ինչ է ուզում մտցնի, չգիտեմ։ Ինչ վերաբերում է այս երիտասարդին իր հայտարարություններում, նրանք կուսակցություն չեն ստեղծել, նրանք առել են, նույնը գնում է Մայր Հայաստան կուսակցությունը, ես ֆինանսական կողմից չեմ ասում, այսինքն մենք 0-ից ստեղծում ենք կուսակցություն համագումար, նրանք գնում են տեսնում են մեռած կուսակցությունները, նիստ են անում, փոխում են ղեկավարին, այսինքն Նարեկ Կարապետյանը, ես ինչքան հիշում եմ, դեկտեմբերի 8-ից այդ կուսակցությունը արդեն անվանափոխել էին եւ չէին հայտարարում, հայտարարեցին հունվարին իբր ստեղծել են կուսակցություն, բայց այդ բոլորը թափանցիկ դուք տեսնում եք արդարադատության կամ պետրեգիստրի ցանցում։ Հիմա ինչ վերաբերում է այդ հայտարարությունների մասին, որ 4 տարին անպայման չի ապրելը թե պատգամավորի, թե վարչապետի համար, նախագահին ինչքան գիտեմ 6 տարի է, շատ վտանգավոր հայտարարություններ են անում եւ հայկական հայտարարություն, այսինքն երբ որ մեր պապերը գրել են կամ աշխարհը գրում է նմանատիպ օրենքներ, նրանք ցանկանում են որպեսզի քաղաքական գործիչը ծանոթ լինի ազգի ցավերին, ազգի խնդիրներին, ապրի ազգի մեջ, նույն ցավերով ապրի, բայց եթե դու այդպիսի օրենք ես ուզում մտցնես, մեր հաջորդ նախագահը կամ վարչապետը կամ պատգամավորների 90%-ը կարան լինեն ադրբեջանցիներ կամ ռուսներ կամ ես չգիտեմ, այլ ազգ, այսինքն մեզ եթե ամեն ինչը փողով է որոշվելու, միշտ էլ փող ունեցողից ավելի շատ փող, Ալիևը բոլորից էլ շատ փող ունի եւ հավակնություն ունի այս հողերի նկատմամբ, վաղը կասի 4 տարի չեմ ապրել Հայաստանում ու անպայման էլ չի ու ես կառաջադրվեմ Հայաստանի վարչապետ կամ ինչ-որ մի կուսակցությունով կմտնի Հայաստանի մեջ, կուսակցությունը կանցնի եւ կասեն մեր տեխնացուն Իլհամ Ալիևն է, հա։ Մենք արդեն ունենք մի վատ օրենք թիմ ընտրությունների համար, երբ որ հնդիկը կամ մենք չգիտենք հնդիկելա թե բանգլադեշցի է, քանի որ այդ համակարգը չկա ստուգելու անձնագրերը ճիշտ են թե ճիշտ չեն, կարա հնդիկը կամ ռուսը կամ ով որ 1 տարի ապրում է Հայաստանում մասնակցել թիմ ընտրություններին։ Հիմա այս օրենքը որ գալիս է, եթե անցնեն, հա, եթե իրանք չունեն ռեյտինգ, այդ կեղծ ռեյտինգները որ բլոգերները դնում են իրանց կաստինգները, իրանք այսօր ընտրություններում 4% կարող է կամ 5% հավաքեն, մնացածը փուչիկ է։ Իսկ այս օրենքը որ նրանք ուզում են անեն, սա հակահայկական օրենք է, ու ես դες անկեղծ ասեմ, եթե ես լինեի երկրի ղեկավար, ես ով որ հանցագործություն արի այդ թմից, այդ հաղորդողներից կգտնվեին կալանք կամ տնային կալանք կամ ինչ-որ սահմանափակումների մեջ, մնացածի ձեռքից հայկական անձնագրերը կխլե եւ երկրից կվտարեի, որովհետեւ նրանք հայկական շահերից բխող ոչ մի հայտարարություն չեն անում։ Ցավոք հայկական երկրի շահերից բխող հայտարարություններ են անում նաեւ որոշ ներկա պետական գործիչներ եւ մենք կարծես ոչինչ էլ չի կատարվել։ Տեսեք, երկրի վարչապետը հայտարարեց, որ հատկապես Վենցիայից հետո Միացյալ Նահանգների փոխնախագահի
այցելությունից հետո, որ Հայաստանում իսկապես արդեն հաստատվել է խաղաղություն եւ այն էլ 99 տարով, չգիտեմ ինչու հենց 99, ոչ 98 կամ ոչ 100, դերևի դա էլ ինչ որ ողական տիպ։ Եվ ինքը հայ ժողովրդին բերել է խաղաղություն, ու լսում եմ հերոստալիկներից մեկում մի պատկառելի տարիքով ազնվորություն, մի հաճելի պապիկ ասում է, դե ես վստահում եմ Փաշինյանին, նա բերեց վերջապես խաղաղություն, էլ պատերազմ չի լինի, մենք, մեր զավակները, մեր թոռները ապրելու են այդքան երկար խաղաղության պայմաններում։ Մարդիկ ինչքան շուտ են հավատում իսկապես այնպիսի հայտարարությունների, որոնք պարզապես հերթական փուչիկներն են։ Տեսեք, 30 տարվա մեջ ազգին դեգրադացրել են, անգրագետացրել են, գումարած դրան ազգին դեգրադացրել են անհատներին հետևելու ինչ-որ մի հատ կուլտ է ստեղծվել, որ ոչ թե ծրագրերին պետք է նայեն, այլ անհատներին։ Այսօրվա վարչապետը, եթե հետ գնանք այդ քրոնոլոգիայով, սկզբից ռուսական խաղաղություն մեզ բերեց նոյեմբերի 9-ի պայմանագրով փրկեց զինվորներին, հետո եվրոպական խաղաղություն էր բերում, մենք Եվրոպա էինք գնում, եվրո ինտեգրվում էինք, կար խաղաղություն, Պրագայի համաձայնագիր, ես չգիտեմ, տարբեր համաձայնագրեր, հա, Բրյուսել, եվրո ինտեգրում, հեշտացրած վիզաներ, խաղաղություն, հիմա փոխվեցինք Եվրոպա չենք գնում, Ամերիկա ենք գնալու։ Հիմա ամերիկյան խաղաղությունն է բերել։ Տեսեք, ես անձնական կարծիքը եւ կուսակցությունը նույն դիրքորոշումը հայտնելը Ամերիկայի Միացյալ Նահանգների ընդգրկումը ժամանակավոր տվեց խաղաղություն, քանի որ այս պետության վարած քաղաքականությամբ մենք Սյունիքը կորցնում էինք։ Այսինքն չունեինք զենքեր, չունեինք ռազմամթերք, չունեինք հնարավորություն եւ ամեն րոպե կարող էր սահմանային միջադեպ, լայնածավալ ռազմական գործողություններ կատարվել եւ Սյունիքը կորցնելու ենք։ Կար այլ պայմանավորվածություններ Ադրբեջանի եւ Հյուսային հարևանի միջև, մի խոսքով այս Տրամպի բանաձևը որոշ ժամանակով մեզ տվել է խաղաղություն ինչ որ, բայց երբ որ նայում ես թե ինչ է գալու հետագայում, հենց Վենցի այցից եթե նայենք, Վենսը եկավ Եղեռնի գենոցիդ, Եղեռնի հուշարձանի այցից հետո գենոցիդ բառը հեռացրեց, որը որ ԱՄՆ-ի թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունները ընդունել են։ Այսինքն Բայդենի օրոք, այսինքն մեկը 19 թվականին, մեկը ոնց որ 21 թվականին ընդունեց։ Հիմա եթե ստեղ հարցը կայանում է ինչում, եթե դու չես կատարում քո նախորդների ընդունված օրենքները, ապա հայերը պետք է հարց տան, իսկ եթե քեզանից հետո գա մի այլ իշխանություն եւ ասի մենք էլ Տրամպի ուղին չենք ուզում կատարենք կամ չենք էլ ուզում դրա մասին խոսանք եւ Հայաստանը մնում է մի փաստի առաջ, ուղղակի տալիս է ինչ որ Ալիևի ասած միջանցք Ադրբեջանը Նախիջևանին կապելու սկզբունքով, այսինքն մենք չունենք ոչ մի ճանապարհ, Ադրբեջանը չի տալիս մեզ ճանապարհ դեպի Չինաստան կամ այլ երկրներ եւ նույն ձև էլ չի տալի ճանապարհ դեպի Միջերկրական ծով, Թուրքիան կամ Նախիջևանը եւ մենք կանգնում ենք փաստի առաջ։ Հիմա ԱՄՆ-ի օրենքով չկա ինչ որ քրեական պատասխանատվություն, որ բոլոր պաշտոնյաները պետքա եղերն բառը օգտագործեն, բայց ստեղ կար քաղաքական եւ բարոյական կողմը, հասկանում եք, երբ որ Վենսը այցելեց շահիդների պուրակ եւ իրան չտարան եղերն, այսինքն եթե դու ուզում ես բերես խաղաղություն, պետքա նմանատիպ քայլեր անես երկու երկրներում, հա, հայլիաձև քայլեր անես, եթե գնում ես շահիդների պուրակ, անպայման պետքա գնաս Եռաբլուր, հենց այդ շահիդների պուրակի զոհվածները կոտորել են այն երեխաներին, ովքեր որ այսօր նահատակում են մեր ննջեցյալներին, որոնք որ
երաբլուրում են, հասկանում եք, այսինքն այդտեղ խաղաղության ես ինչ-որ քայլեր չեմ տեսնում։ Տրամպի օրոք էր, որ Արցախի 44-օրյա պատերազմը սկսվեց, հասկանում եք, ինչքան էլ մենք կողմ լինենք ապա շրջափակմանը, մենք լուրջ քայլեր, իրական քայլեր չենք տեսնում, մենք տեսնում ենք նախընտրական ինչ-որ հնարքներ, քանի որ մենք ասել ենք թե արևմուտքը, թե հյուսային հարևանը այսօր չեն ուզում երրորդ ուժի ձևավորմանը, բայց նրանք չեն կարում խոչընդոտել։ Այսինքն արևմուտքին ձեռք է տալիս այսօրվա իշխանությունը, նա փողի դիմաց զիջումների է գնում, հյուսային հարևանին ձեռք է տալիս այս իշխանությունը, քանի որ մենք վեկտոր չենք փոխում, մենք ամենաուժեղ պրոռուսական ուժն ենք Հայաստանում եւ այդ կեղծ հայտարարությունները Դուգին Սոլովյով որ գալիս է, դա էլի նախընտրական հնարքներ է, որ այսօրվա վարչապետին սարքեն տարապյալ, որը որ տարապում է Ռուսաստանի հարձակումների առաջ, Զելենսկիա, մի հերոս է եւ տալ նրա ձեռքը մի դրոշ, որ նա այսինքն իր ռեյտինգը բարձրացնի, որ ունենք sense հերոս վարչապետ, որը որ տարապում է, տարապյալ է, հա, այդ մարտիրոսը, որին հալածում են, ասենք, Ռուսաստանից, բայց նա կարողանում է արևմտյան վեկտորը բռնել եւ մենք արևմտամետ կամ արևմտյան հակումներով երկիր ենք, բայց սա սուտ մենք ամենաուժեղ պրոռուսական վեկտոր ունեցող իշխանություն ունենք եւ ոչ մի տեղ էլ չենք գնում, նույն տեղը դոմփում ենք այն սկյուրիկը ակի մեջ։ Այո, պատտվում է։ Բայց ձեր ասած վարչապետը ամենուր հայտարարում է, որ Հայաստանը այսօր ամենաապահովագրված, ապահով երկրներից մեկն է, որին ոչ մի վտանգ չի սպառնում պատերազմի։ Սա ինչ է ուղիղ բացատրում։ Նախընտրական հնարք, որը որ կառավարվող հանդիմությունը, հա, որը որ այսօր նստած է այդ ազգային ժողովում, որը որ իրականում չակերտավոր ընդդիմությունը, նրանք չեկան այլ ընտրանքով, այսինքն այսօրվա Փաշինյանը մոնոպոլիզացրել է այդ գաղափարը, մեզ տարել են մի պատերազմի եւ արհեստական ունեցել ենք զոհեր, ազգին հոգնեցրել են այդ պատերազմ բառով, ազգին նվաստացրել են պարտություններով եւ զոհերով, որը որ պետքա չլիներ, այսինքն մայրեր, ծնողներ, ազգ բոլորը հոգնած են եւ նա մոնոպոլիզացրել է այդ ծրագիրը, իսկ անդիմությունը ոչ մի այլ ընտրանքով խաղաղության հանդես չի գալիս եւ չի ուզում հանդես գալ, որպեսզի այս մարդը էլի վերարտադրվի, այս իշխանությունները վերարտադրվեն։ Խաղաղություն մենք կանգնած չենք խաղաղության առաջ, մենք հակառակը կանգնած ենք նոր զիջումների եւ ռազմական գործողությունների առաջ, զենք ենք իբր գնում, այդ զենքը չի էլ ստուգվում, մնում է Հայաստանում, թե գնում է Ռուսաստան, այսինքն այդ զենքերը, որ իբր մենք գնել ենք մի քանի միլիարդի, եթե իրոք այտենց զենքեր լինեին, մեր զինվորները պետքա քնեին ականների կամ այդ սպառազինությունների վրա, բայց մեկ անգամ հրետանային ունեցել են այս վերջերս զորավարժություններ, որ կրակել են, որ հետագայում հանգարց երբ որ արևմուտքից կան ստուգման, ասեն ուր այդ զենքերը, իրանք ասեն կրակել են, բայց իրականում ըստ մեր հասած տեղեկությունների կամ ոնց են ասում օդում տարածվող լուրերի, այդ ամբողջ սպառազինությունը գնում է Ռուսաստան եւ ելի եմ ասում մնացած այդ խաղաղության օրակարգը բոլորը ասենք նախընտրական հնարքներ, հա։ Պարոն Սարգսյան, ես իհարկե խորհուրդ եմ տալիս ձեզ մի քիչ ավելի զգույշ լինել, որովհետև ձեր անձի հանդեպ հատկապես շատ ուշադիր է երկրի գլխավոր դատախազուին, ով ասում են վերջերս նորից դիմել է վերաքննիչ, որպեսզի ձեր կալանքը տնային կալանք է, երևի վերականգնեն, թե դա ինչ փաստ է։
Տեսեք, քանի որ քննչական Երևան քաղաքի ծանր հանցագործությունների քննչական կոմիտեն եւ ներքին գործերի նախարարությունը արդեն հանցանք են գործել, այսինքն հանցանքը որն է, օրենքով մտած դատական որոշումը չեն կատարում։ Դատավորը Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատավորը, որոշում կայացրեց հանել բոլոր սահմանափակումները։ Պրոբացիայի ծառայությունը շատ պրոֆեսիոնալ արձագանքեց, որոշումը ստանալուց հետո կանչեցին, հանեցին էլեկտրոնային սարքերը, բրասլետը։ ՆԳՆ նախարարության ինֆորմացիոն կենտրոնը, որ պետք էր բացեր սեկտ համակարգը, քանի որ չբացակայելու արգելքն էլ հանված, նա փաստաբանին պատասխանում է, որ մեր համար դատական որոշումը հիմք չի, պետքա քննիչը մեզ դիմի։ Քննիչը սկզբից բանավոր, հետո գրավոր, որը որ հետագայում հանդիսանալու է նրա դատավճիռը, պատասխանում է, որ մենք դատական որոշումը հիմք չենք ընդունում, մեզ համար մենք բողոքարկելու ենք վճռաբեկ դատարան եւ միջև վճռաբեկի որոշումը չլինի, մենք չենք բացել։ Հիմա արդեն կա հանցագործություն։ Այսինքն գրավոր նրանք իրենց դատավճիռները կայացրել են, թե ՆԳՆ-ն, թե քննչական կոմիտեն։ Փաստաբանը դիմել է վարույթ սկսելու հակակոռուպցիոն, որպեսզի սկսվի վարույթ։ Հիմա այս վարույթը ձգձգում են, որպեսզի հետագայում ասեն դե վճռաբեկ որոշում կայացրեց իրան տանել կալանքի, դրա համար չենք փոխում, բայց այդտեղ նրանք մի բան չեն հաշվարկել, որ մենք բողոքարկելու ենք սա դատարանում։ Եվ ես ուզում եմ տեսնել այն դատավորին, ով որ որոշում կկայացնի, որ սրանց կատարածը իրավական է եղել, մենք կհրապարակենք այդ ժամանակ այդ դատավորների նախկին կայացրած որոշումները եւ կապացնենք, որ սրանք անգրագետ են։ Բայց ես չեմ կարծում, որ կգտնվի մի այդպիսի դատավոր, որ կարդարացնի։ Հիմա սրանց գրածով մի վտանգավոր նախադեպ է ստեղծվել։ Այսինքն, երբ որ մի ծանր հանցագործի դատարանը կալանքի է տանում, անմիջապես դատապաշտպանի որոշումից հետո այդ մարդը պետք է գտնվի ազատության մեջ։ Եվ եթե վերաքննիչը նորից կալանքի տա, էլի դատավորը փաստաբանը կբողոքարկի վճռաբեկ եւ այդ հանցագործը պետք է գտնվի ազատության մեջ։ Եվ ճիշտ հակառակը, եթե ասենք նույն Տաշիրի Սամո կամ Միքայել Սրբազան կամ այդ Սրբազանի խումբը 18 հոգանոց է, որոնք որ կալանավորված են, հիմա մեծ մասը տնային կալանքի տակ է։ Այսինքն, եթե դատավորը որոշում է կայացրել, որ նրանց կալանքի վայրից տանեն տնային կալանքի կամ վարչական հսկողության, պետքա չթողեն, պետքա պահեն կալանքի տակ, միջև վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի որոշում։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք ինչ ընտրողական արդարադատության մասին է խոսքը եւ ինչ քաղաքական դրդումներով է իմ դիմաց այս ամբողջը կատարվում եւ հաշվի առնելով է, որ անցած անգամ Հայաստանի պատմության մեջ այս նույն վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց եւ ինձ տարավ 2 ամիս տնային կալանք եւ դատավորներից մեկը Տաշիրի Սամոյի բաժանաղն է ու հենց այդ նույն անդիմությանը ես դեմ եմ, ես գտնում եմ, ես համարում եմ, կարծում եմ, որ այո, նրանք ինձ նորից տնային կալանք կամ ինչ-որ մի այլ վարչական հսկողության են տանելու, քանի որ թե սկառավարվող անդիմությունը, թե պետությունը իրար հետ լեզու գթած փորձելու են խանգարել երրորդ ուժի ձևավորմանը, որը որ արդեն ձևավորված է։ Դուք նորից եմ կրկնում, զգուշ եք, որովհետև այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Առավել ևս դուք լավ գիտեք, թե ինչ իրավիճակ է նա անդիմություններից եւ իշխանություններից։ Նույնիսկ անդիմություն։ Դե ես ասեցի դա դեպքում ասեք ճակերտավոր անդիմությունից։ Կառավարվող, ես դրա համար ասում եմ կառավարվող անդիմություն։
Հա, բայց այնուամենայնիվ այսպես հաճելի մենք լուրերը լսում ենք նույն ձեր նշած Միքայել Սրբազանը կալանքից փոխարինվեց տնային կալանքի մենք տեսանք թե ինչ ջերմությամբ դրան դիմավորեցին Գյումրիում իհարկե հաճելի է որ այդ պայծառատ մարդը ազատության մեջ է եւ դե իհարկե ոչ լրիվ բայց ցավալի է որ նա իրավունք չունի անգամ պատարակների մասնակցելու սա ինչ է Դե ես տեսեք ես տերդերներին չեմ անդրադառնա հիվանդ մարդը պետք է ազատության մեջ լինի նույնիսկ Վարդան Նիկը կամ Վարդան Ղուկասյանը հիվանդ մարդը պետք է ազատության մեջ լինի, բայց պահում են ինձ թվում է Միքայելի հարցով իրոք տեսան, որ մարդու կյանքին վտանգ է սպառնում, դրա համար բաց թողեցին, թե չէ այնտեղ մարդասիրական ոչ մի բան չունեն այս մարդիկ, չնայած որ ասեմ ես հանդիպել եմ այս իմ պրակտիկայի մեջ լավ պրոֆեսիոնալ դատավորի, ինչպիսին որ Մխիթար Պապոյանն էր, որը երևի տևեց դատը 1 ամիս, անընդհատ քննիչները եւ դատախազները ցանկություն էին հայտնում, որպիսի հետաձգվի, նիստը հետաձգվի, իսկ հետաձգվելու միակ նպատակը որպեսզի կարողանային զանգեր կամ ճնշումներ գործադրեն դատավորի վրա, բայց երևում է չստացվեց։ Կա դեռ մեր համակարգում պրոֆեսիոնալ դատավորներ, ամբողջովին փտած չի, որը որ շատ գոհացնում է, բայց ինչ վերաբերում է վճռաբեկի դատավորներին, այդ վճռաբեկի անցած որոշումից հետո ես կարող եմ ասել, որ այնտեղ ամբողջովին փչացած է ու Հայաստանի խնդրեմը, որ chamber անգլերեն կամ արաբերեն դայրա են ասում, հա, ընդամենը մեկն է։ Այսինքն, եթե ուրիշ երկրներում կա 3 թիմ վճռաբեկի, եթե այս մեկին դու հայտնում ես բացարկ, քո գործը կգնա ուրիշ թիմի մոտ, հա, այդ հայերեն բառը չգիտեմ, անգլերեն chamber-ա։ Մեր մոտ մենակ այդ մի թիմն է։ Այսինքն մենք արդեն բացարկ ենք հայտարարել, բայց չգիտենք էլ ինչա կատարվելու։ Այդ նույն թիմը չի կարող իմ հանդեպ օբյեկտիվ որոշում կայացնել, բայց ուրիշ թիմ էլ չկա վճռաբեկի։ Այդ նույն 6 հոգին են, որոնք որ հակաօրինական որոշում են կայացրել, հասկանալով որ նրանք վերջին, ասենք, ինստանցիան են, որ դրանից հետո մարդը բողոքարկելու տեղ չունի, նրանք մի որոշում են կայացնում, իդեպ Քոչարյանի գործով նրանք ավելի ծանր հանցագործություններ, նրանք բեկանեցին եւ ուղարկեցին վերաքննիչ, Քոչարյանին չտարան կալանքի, բայց Արտակ Սարգսյանի հարցով նրանք բեկանեցին եւ ինձ տվեցին տնային կալանքի որոշում, այսինքն մի հատ տեսեք հանցագործությունների ծանրությունը, հա ինչա մեղսադրվում Քոչարյանը եւ ինչով է մեղսադրվում ես, ինչ որ այնտեղ նրանք ասում են կա փաստեր, իմը ինչ որ վերացական Կենիայի դերին մամուլի կամ սովորական մամուլի կամ WikiLeaks-ի ինչ որ հրապարակումներով փորձում են մեղադրանքներ ներկայացնել, իսկ այդ մարդու կատարածը ես ինչքան հիշում եմ մարտի 1-ի դեպքերովն էր, որ նրանք ուղղակի բեկանեցին, բայց կալանքի չտարան, ուղարկեցին վերաքննիչ, ասացին մի հատ վերաքննիչ դուք այդտեղ նայեք ինչա կատարվում, հա։ Այսինքն հույսեր ունենալ, որ վերաքննիչում ինչքան էլ գիտելիքներով փայլուն իրավաբաններ լիներ, իմ համար դրանք կամակատարներ են եւ այդ մարդիկ պետք է հասկանան, որ իշխանափոխություն է լինելու եւ նրանք կանգնելու են լուրջ պատասխանատվության առաջ։ Իսկ մենք արդեն հայտարարել ենք, որ իշխանափոխությունից հետո դատավորներին տրվելու է բոլոր փորձաքննության հնարավորությունները, ստի դետեկտոր, այդ ճշտի ներարկում եւ մենք ճիշտ է դատավորներից իմանալու ենք, թե ով է զանգ տվել, ինչ զանգ է եղել եւ նրանք կրելու են պատասխանատվությունը եւ մեր պրոյեկտում կա
եթե շինցո գործով ինչ որ դատավոր կամ պաշտոնյա կատարել է ինչ որ որոշում, նա այդ հոդվածի ամենաբարձր հոդվածով դատապարտվելու է։ Դե ես նույնիսկ եմ կրկնում, պարոն Սարգսյան, մենք գործ ունենք այնպեսի դատաիրավական համակարգի հետ, որ ամեն ինչ սպասելի է, իսկ դուք պիտի շատ զգուշ լինեք, մանավանդ որ առջևում ընտրություններն են այն շատ կարևոր, որ կարծում եմ պիտի վերջապես ինչ որ բան փոխի այս երկրում։ Հավատում եք ընտրությունների հետ ազատ անցկացման գաղափարին։ Պարոն Վիշյան, ես ձմեռ պապին էլ եմ հավատում։ Հիմա հավատը ստեղ ոչ մի կապ չունի, ստեղ կա ստրատեգիա, կա ճիշտ որոշումներ, եւ ես անկեղծ եմ ասում, եթե ես գտնեի, որ ինչ որ մի ուժ իրոք ինպես ձեռները կքշտեր, կմտներ գործի մեջ, ես հավատացեք կսատարեի, բայց ես տեսնում եմ, որ ներկայիս այս խաղերը, որ կատարվում է քաղաքական, բոլորն էլ, ասենք, ինչ որ արբանյակներ են, որը որ ամրապնդելու է այս իշխանության աթոռը եւ ես մեր ժողովրդին եմ հավատում, որ ժողովուրդը վերջապես ճիշտ ընտրություն է կատարելու եւ այս նախկին ներկան վերանալու է։ Այո, ես գիտեմ, որ Հայաստանում ընտրություններով փոխվելու է։ Մենք միակ քրիստոնյա պետությունն ենք պոստսովետական, ՍՍՀ-ից հետո, որը որ ընտրություններով չի փոխել քաղաքական իշխանությունները, այլ գնացել է ինչ-որ կլանային կամ այդ բոլշևիկյան հեղաշրջումների միջոցով։ Այսինքն, եթե նայենք Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, նույնիսկ Ռուսաստան եղել են ընտրություններ, մեր մոտ եղել է կլանային իշխանության տրանզիտ եւ հիմա փորձում են այդ նույն բանը էլի բերել մեր գլխին։ Դե հուսանք, որ ինչպես դուք եք ասում, մեր ժողովուրդը այս անգամ ճիշտ ընտրություն կկատարի։ Ձեր բարեկամներ, մենք հերթական անգամ հյուրընկալել էինք Քոչարի կուսակցության հիմնադիր նախագահ Արտակ Սարգսյանին, ում հետ իսկապես շատ հետաքրքիր է զրուցել, եւ ես ուզում եմ նրան եւ նրա կողմնակիցներին մաղթել առաջիկայում հաջողություն եւ ամենակարևորը առողջություն, հեռու մնացեք բոլոր տեսակի փորձանքներից։ Այսօր այսքանը, ցտեսություն։